Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը քննարկվել են կուսակցությունների ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական լուծումները, կուսակցություններին տրամադրվող նպատակային ֆինանսավորման չափորոշիչներն ու հիմնավորումները։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է կանանց խաղաղության եւ անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակությանը հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետություն ՆԱՏՕ երկկողմ համագործակցության օրակարգին ու ընթացիկ ծրագրերին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող տրանսկասպիան տրանսպորտային միջանցքի եւ կապի ներդրողների համաժողովի շրջանակներում նախարարը մասնակցել է պանելային քննարկման։ Նախարարը պատասխանել է հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին վերաբացված հարավային Կովկասում Հայաստանի պատկերացումներին եւ ռազմավարական առաջնահերթություններին։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանյայի գլխավորած պատվիրակության հետ։ Մտքի են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման տարածաշրջանային հաղորդումների ապաշրջափակման հեռանկարների վերաբերյալ։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք, ըստ տեղեկությունների հանդիպանը քննարկվել է Ուկրաինայում պատերազմի կարգավորումը։ UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը սոցիալական ցանցերում հանդես է եկել հայտարարությամբ նշելով, որ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրյան 2026 թվականի առաջին եռամսյակում մենամարտ չի անցկացնի, նա հավելել է, որ Թոփուրյայի հետ կհանդիպի Փեդի Փիմլեթի եւ Ջասթին Գեյջի դիմակայության հաղթողը։ Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է, հայ մարտիկն ունի 5 անընդմեջ հաղթանակ, ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է մենամարտել միայն UFC-ի տիտղոսի համար, բացառություն անելով միայն Քոնոր Մակգրեգորի դեպքում։